Բարլույս ժողովուրդյան դուրս ենք եկել հերթական զբոսանքին, տեսնենք ուր ենք գնում, շոգը սկսվում է արդեն, այս հենց սիրուն տեղը, կանգ առնել հենց դիմացը, սրանք լրիվ հանգստյան տներ են, Աշոտը իրա կոլայի շիշը տարավ գցեց, Ես էլ ոստիկանությունը, գյուղապետարանի շենքը, երեկ ցույց էի տվել, Գերմանիայից են շատ գալիս, լավ շոկ է խոստանում, հաստ արևային կրեմ եմ քսել, երկու տեսակ էի վերցրել, երկուսն էլ քսել եմ, համ սպրեյը, համ կրեմը, ուզում եմ մի քիչ, չնայած ոնց որ մաշկս մի քիչ բան է եղել, թեթևակի արևահարվել է, ոնց ասում ենք տուրիզմ, Երեկվա գարեջուրը, որ այդքան գովացի, դե շատ լավն էր խմելուց, բայց հետո էլի գլխացավ առաջացրեց, վերջ, 20 տարի, 25 տարի մի անգամ գարեջուր է խմեցի, գլխացավ առաջացրեց, էլ չեմ խմելու, սրճարանները փակ են, երևի ավելի ուշ են բացվում, բայց սուրճ խմել ենք, հիմա չենք էլ ուզում, Այս կենտրոնն է, տեսեք, արդ չի երևում, մենակ մենք ենք, ես Աշոտը, հացի խանութը բաց է, Այստեղ մի քիչ նկարեմ, գնամ նայեմ ուր ենք գնում, հասցեները նայեմ, ոտի ճամփա է էլի ուր ենք գնանք, այս ինչ հուշարձանը, ոչ բան գրած չի, այնտեղ տատիկը իրա սիրուն ծաղիկները, վարդերը մաքրում է, պատերն է մաքրում դրսից, մեր տան նման անդադ դրսի կողմից բան է դնում, փոշի է դնում, անընդհատ այնքան մեքենային ասում դառնում, ոչ բան գրած չի, այս կողմերում պատերազմի ժամանակ, ոնց որ այս կողմերում է լավ բան եղել, էլի մասսակազմել պատերազմի, Սիրուն են տները, գյուղի միակ խանութը, հոգր խանութը, երեկ վերջի պահին մտանք, պաղպաղակ առանքած չկար, այսօր կմտնենք ջուր կառնենք, այստեղ տեսենք ինչ տեսարժան վայրեր կան, այս հենց զբոսնելու համար է, այստեղ, Այս QR կոդերով կարելի է մտնել նայել, բայց հիմա մենք ուզում ենք ամրոցը գտնենք, գնանք ամրոց, այս մեկը 4.5 կիլոմետր, այստեղ 4.9 կիլոմետր, չնայած երեք օրինակ 8 կիլոմետր քայլել ենք, ինչքան լավ սիրուն ներկայացնում են իրաց տեսարժան վայրերը, Այս մեկը 5.4 կիլոմետր, ամրոցը ուր մնաց, այստեղ հեծանվով չեն կարա գնան, մի անհանգստացեք, ես հեծանիվ չեմ էլ քշում, ոտքով, ոտքա նկարած,
Հեծանև չի կարելի ու հետևել այս սիմվոլին, որ չմոլորվեն։ Լավն է ջուրաշուտ։ Այսել նայ 62 կիլոմետր այստեղ որ գնանք։ Այստեղ կարելի է համ հեծանով գնալ, չէ, ոտքով գնալ էլի։ Ավտով չեն կա։ Ավտո չկա։ Այս ein Variant von die von der Etheria Այս մեքենայով հին սառնարաններ են հավաքում։ Ֆրանսերենով բարձրախոսով ասում էր ու անցնում են փողոցներով։ Ֆրանսերեն չի խոսում, որ ասեի, ես հիմա արդեն վաճառել եմ։ Ամենակ սառնարան չի, երկաթներ էլ են։ Հիմա գնանք խանութ, ջուր առնենք, երկու շիշ, ջուր շատ ենք խմում։ Merci à vous aussi. Bonjour. Au revoir, merci. Այս է ջուրը, այս կողմերը պետք է լինի, գնանք նայենք։ Փոքր խանութ է էլի։ Այս ջրերից վերցնենք աշը։ Bonjour. Փոքր շիշուր չկա։ Փոքր ոնց որ թե չկա։ Կարող եմ մեծ վերցնենք, սպա վերցնենք։ Հա, մի հատ մեծ վերցնենք, որտեղ ծանր կլինի։ Փոքր կոլաներ կան, նորի կոլա եմ։ Նայ կոլա, այս վերևի մեծ կոլաներն են։ Իսի մեծ է, դրանից չեմ ուզում։ Դատարկա խանութ է։ Արի մի հատ, դե կոլա չկա, կարող ես սրանցից ուզես։ Դες կվերցնենք մի Դե նայ որն ես ուզում։ Որն է հարմար չի։ Դες ջրից Մի հատ ջուր։ Չէ, վերցնենք, մի հատ վերցնենք աշոտ, մի լիտրա կխմենք։ Դե նայ սրանցից ինչ ես վերցնում քո համար։ Այստեղ կա կոլա։ Ինչ կզերխնի։ Չէ, ես մենակ ջուր։ Ես ֆանտա բայց խմում եմ։ Հա, այսօր հաց կա, երեք չկար։ Դες մարդանքի։ Փոքրիկ խանութ է, էլի էսպես։ Անգամ տորթիկ ունեն, իբր տորթ։ Փոքր խանութ է, առաջին անհրաժեշտության բաներով, այսինքն այս մարդիկ, որ առևտուր անեն, պետք է գնան կողքի մոտակա քաղաքը։ Այստեղ նորմալ բան չկա։ Փոքր խանութա գներն էլ բարձր են, ավելի քան սուպերմարկետներում։ Այսօրվա աշխատողը մի հատ հաճելի կիներ։ Այսօր մեր ֆրանսերենի գիտելիքները մի արտահայտությամբ էլ ավելացրինք։ Բոնժորն է։ Բոնժորն է։ Հաճելի օրն է երևի, էլի լավ օր։ Սիրում լեզվի ֆրանսերենը շատ սիրում։ Որոշեցինք գնանք ամրոց։ Նախ հիշողությամբ հիմա որոշեցինք գնանք մոտավորապես։ Չնայած հիմա այս GPS-ը ինքան շատ է օգնում ու տուրիստների ձեռքին անընդհատ այդ հեռախոսներն է GPS-ը միացրած։ Նախկինի են քարտեզների փոխարեն։ Այն որ մեքենայով էլ տեղ ենք գնում, քարտեզները բացում ենք, քարտեզը բացում նայում ենք, թե ուր ենք գնալ, ոնց ենք գնալու։ Այս էլ Վալոնիայի գյուղը։ Այստեղ ոնց որ հինը ավելի շատ պահպանված է, քան մեր մոտ։ Ու շատ սիրուն է։ Բնությամբ այստեղ գերազանցում է Ֆլանդրենին։ Ահա, լսեք։ Լսեք թարգման եք, ով հասկանում է ֆրանսերեն։ Alors, les ménagères profitaient du passage du chiffonnier. Ով հասկացավ թարգմանեք ժողովուրդը, ինչ ասում։ Ես ենթադրում եմ էլի, որ փչացած սառնան բանը հավաքում։ Խաչված Քրիստոսը, որ խաչվեց բոլորիս
Մեղքերի համար։ Այ այնտեղ ամրոց են վերևն եք բարձրանալու։ Այստեղ տեսնենք ինչ կա։ Գրքեր են։ Այս իրանց բանն է, այս էլ կարելի է գրքերը դնել, վերցնել։ Ոնց որ մյուս բնակավայրերում կարելի է գիրք վերցնել։ Նայեք։ Ինչքան լավ սովորություն է Բելգիայում գրքերի փոխանակությունը։ Դրանց նոր վերցնես, չէ՞։ Կարաս չդնես, ուղղակի վերցնես։ Կարաս չդնես, ուղղակի վերցնես։ Մենք ընդհանրապես ես շատ քաղաքներում եմ տեսել։ Մենք ինչ քաղաքում ապրել ենք, ես տեսել եմ, որ այսպես գրքերը կարան փոխանակեն։ Շատ լավ սովորություն է։ Քարտեզ բանա թե։ Հա, խոհարարական է։ Խոհարարական գիրք է այս։ Գնացինք առաջ, բացահայտենք մեր համար հերբումոնը։ Կիրճը։ Ներքևում ճանապարհը անցնում։ Սիրուն բնություն է։ Տեսնենք այն կողմում ինչ կա։ Այդ կողմում ինչ կա շատ սիրուն տեղ, ահա։ Այն այնտեղ հանգստյան բաներ է, գոտի է, կեմպինգ բան, նայ։ Լավ, ինքն կարելի է վերևը։ Գնանք ընդ նայենք, հա։ Տեսնում եք, այնտեղ էլի հանգստյան տեղեր են։ Ամեն տեղ այստեղ հանգստյան գոտի է, ինչքան լավ են մարդիկ օգտագործում էլի։ Իրաց հնարավորությունները։ Պրոցի շուրջ տարբեր ծառեր են։ Հետ էկոսիստեմ, մուլտիֆունկցիոնել, ֆաունա, ֆլորա։ Ոստիկանները վերևից էին իջնում ամրոցից։ Հանցագործ էին ման գալիս, ինչ էին անում։ Ասեցի, չէ, որ այստեղ մարդիկ ավելի սիրալիր են, բարևում են իրար։ Համոզվում եմ անընդհատ։ Մարդիկը բարձրանալու համար այդ փայտերով է բարձրանում, որ չգլորվի։ Լավ միտք է։ Այսինքն քարկարու ճանապարհ է։ Շոկներ մի կողմից, տենց են գնում աշոտ, սեղան կա։ Ուզում ես հանգստանանք, հա? Կարանք մի հատ շունչ քաշենք, նոր գնանք, հա? Քիչ է մնում, բայց մի հատ կարելի է հանգստանալ։ Սարը իսկական մեր սարերից կարոտը առնենք։ Այստեղից, խմում եմ աշոտ, այստեղից գյուղը երևում է, նայեք ինչքան սիրուն է ծառերի մեջ։ Տեսեք ինչքան փոքր գյուղը։ Մոտեցնեմ։ Նայեք, մի քանի տուն են կողմը։ Այս ամբողջ գյուղը։ Ու շատ սիրուն։ Բնության գողտրիկ անկյունում է։ Սանտ Բլաուչը, հա, այստեղ աճում են այս ծաղիկները։ Արդեններում ենք, ժողովուրդ ջան։ Բազմատեսակ ծաղիկներ կան։ Մեր սարերի ծաղիկներից են։ Այք ինչ վերելք ենք բարձրացել ու շարունակում ենք բարձրանալ։
Ամրոցը անվանում են Հերբումոն ամրոց կամ Ասպետի դամբարան։ Ամրոցը կառուցվել է լեռան վրա, այս լեռնաշղթայի գագաթին, ու այստեղից շատ գեղեցիկ տեսարաններ են բացվում գյուղի վրա ու Սեմոյիս գետի վրա։ Ամրոցի առաջին քարերը դրվել են 1258 թվականին Ժան դե Ռոշվորի կողմից։ Ամրոցն ավիրվել է 1657 թվականին։ Դարերի ընթացքում ամրոցը բնակեցվել են տարբեր ընտանիքներով։ Տեսնենք սա ինչ է, սա կառուցել են խոյի պատվին, այստեղ խոյեր կան, ներքևում կիրճում պառկած խոյերը, այսինքն այս տեսակի խոյերը շոգին չեն դիմանում, միշտ ստվերոտ տեղ են ման գալիս։ Նախընտրում են ձմեռը, ցուրտ եղանակը։ Երիցուկը տարբեր բույսեր կան տարածքում։ Եթե վերցրել դե հապիտաս նայեք գյուղնա։ Լեռան բնական թեքությունը երկար ժամանակ ամրոցը անհասանելի է պահել երեք կողմից։ 15-րդ դարում ամրոցի պարիսպները ամրացվել են։ Բայց չնայած դրան, մի րոպե խոյերին ցույց տամ, նոր շարունակեմ, նայեք ներքևում են ստվերոտ տեղերում պառկած, շոգ չեն սիրում իմ նման։ Ոնց որ ասեցի, ժողովուրդ ջան, չնայած ամրոցի անառիկ դիրքին, ֆրանսիական զորքերը պաշարեցին ամրոցը ու 30-ամյա պատերազմի ժամանակ ամրոցը մի քանի անգամ ավիրեցին։ Իսկ 1657 թվականին ֆրանսիական զորքերը գրավեցին ամրոցն ու Լյուդովիկոս 14-ի հրամանով այրեցին ամրոցը։ Էնպես որ ժողովուրդ ջան, Եվրոպան էլ միշտ չի եղել այսպես քաղաքակիրթ, ոնց որ հիմա է։ Հույս կա, որ մենք էլ հետո կդառնանք ահա այսպիսին ու խաղաղ պայմաններում կապրենք։ Ուրեմն շարունակեմ, այդ ամրոց հայրելուց հետո չի վերակառուցվել։ Մի քանի տարի հետո ամրոցը կրկին բնակեցվում է ամրոցի բնիկներով ու ամրոցում տեղի էին ունենում փառատոններ ու տարբեր միջոցառումներ։ Ավերակները վերանորոգվել են 2010 թվականին։ Ոչ միայն ամրոցը, այլ ընդհանրապես գյուղը, Հերբումոն գյուղը ռազմավարական նշանակություն է ունեցել իր դիրքի պատճառով։ Ապացույցներ կան, որ գյուղը բնակեցված է եղել դեռևս հռոմեական ժամանակներում։ Գյուղում զբաղվել են հանքարդյունաբերությամբ ու ծխախոտի մշակումով։ Մեջը ինչ-որ վարած, էսի հին արածն։ Սրանցից մեր սարերում աճում էր, կարծեմ, կանաչ գույնը, եթե չեմ սխալվում, նույնից է։ Սարին չենք սեմ, կար ճիշտ է մենալր։ Դերի վարև տակ կարմիրի կադացում։ Հիմա գնանք։ Այս գեղեցկությունը մի հատ նկարեմ։ Ճամփորներ են։ Ներքևում էլի հանգստյան բաներ են նա գետի ափին։ Գիդա ընդից էլ է գալիս միանում է, համենդից է գալիս, ամիսից նույց է։ Երևի են 340-ը շուտ հենց բարձրությունն է էլի բանից, ներքևից ջրի, հա, 340 մետր, կլինի էլի, լավ բարձր։ Կամ ծորում է երևիքից էլ կերն է։ Հա, կարող է։ Մեկսից մարդ գլորել չի պրսն։ Ինչքան խելացի են եղել, չէ, դարեր առաջ, որ ամրոցները այսպես բարձունքի վրա են կառուցել, որ թշնամուց պաշտպանվեն։
Էլի թերթակարերով են։ Նախորդ վլոգում որ ցույց էի տալիս թերթակարերը, հիշում եք անտառի մոտ։ Սրանք էլ են թերթակարերից։ Իրանց բնական պաշարներով են կառուցել ամրոցը։ Հրաժեշտ տանք ամրոցին, շոգը շատ ուժեղ է արդեն։ Հրաժեշտ տանք նաև ձեզ, սիրելի բարեկամներ, անչափ շնորհակալ ենք ձեր ջերմ սիրուն խոսքերի համար։ Լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում։